Տաշնան մշուշ է ու թախից և գրքին հահատիրել է քո կարոտը ինձ դու տարար քեզ է տարար լույսերն իմ խնդության ու գտավ առանց սիրո ինձ շունչը մենության բայց գիտեմ դու էլ ինձպես մենակ ես քո հեռվում լավ գիտեմ որ ինձ նման օրերն ես միշտ հաշվում և կգա մի օր կգա դեռ ժամը հանդիպման երբ կարոտ սրտերը մեզ նորից կմիանան կյանքը քո ես իրով իմ կլցնեմ նորից ու քեզ նոր երազներ կտամ անվից թող միայն և դառնան մեր թանկ օրերն անցած ուշ դառնան բաժանան թախիցն ու ծավն անտած ոչ պայծառ հույզերով լցված ժպտանք իրար տաք հորդեն մեր ներսում լույսեր վարար որ ընդմիշտ մոռանանք բոլոր վեճերն ունայն և իրար նվիրենք չգնաղորեր միայն Ես հիմա շատ լավ գիտեմ թե ով ես իմ կյանքում երբ չկաս աշխարհը այս դատարկ է ու անգույն երբ չկաս ասես խաբում են ինձ օրերն անվերջ ու միայն տաք կարոտի այս երգն է միշտ իմ մեջ կյանքը քո ես իրով իմ կլցնեմ նորից ու քեզ նոր երազներ կտամ անպից թող միայն երբ դառնան մեր թանկ օրերն անցած ուշ դառնան բաժանան թախիցն ու ծավն անտած Թող միայն երբ դառնան մեր թանկ օրերն անցած ուշ դառնան բաժանան թախիցն ու ծավն անտած որ պայծառ հույզերով լցված ժպտանք իրար տաք հորդեն մեր ներսում լույսեր վարար որ ընդմիշտ մոռանանք բոլոր վեճերն ունայն և իրար նվիրենք չգնաղորեր միայն միայն Անահիտ Մանուկյաններ մեր եթերում նոր տարվա նկարահանումներից էր վերցրած այս հատվածը, սա երգի պրեմիերա էր առաջին անգամ հնչեց հենց Շնորհակալություն հրավերն ընդունելու համար, շնորհակալություն հատկապես պետք է հայտնել երևի թե ձեզ, որովհետև այն կարճաժամկետ ճանապարհորդությունը, որն արեցիք այս անգամ դեպի Հայաստան, շատ լեցուն էր եւ դրա համար տեղ գտնել եթերի համար։ Ես շնորհակալ եմ նույնպես հրավերի համար։ Շատ ուրախ եմ։ Դե մենք հանդիպել էինք մոտ երևի 1 տարի եւ տարի ու կես առաջ։ Տարի ու կես, 2։ Այն ժամանակ ցուրտ էր դեռ։ Եվ խոսել ենք բազմաթիվ թեմաների մասին, կար այն ժամանակ ձեր ժողովածուն, տեքստերի, դուք այն ժամանակ կային տարբեր, բայց այս անգամ իհարկե շատ ավելի հաճելի է հանդիպումը, որովհետեւ բոլորովին վերջերս լույս է տեսել։ Այն ժամանակ ես կարճ ասացի, որ համագործակցում ենք նաև քրոջես Ժաննա Բլբուլյանի հետ, իսկ այսօր ավելի շոշափելիորեն կարող ենք խոսել, որ բավականին արդյունավետ ենք աշխատում եւ ծնվեց վերջապես մեր ալբոմը։ Այն ժամանակ ամեն ինչ նոր էր սկսում։ Այն ժամանակ դե հնչեցին երգեր, որոնց թվում նաև Ժաննայի երգերը։ Իսկ այժմ
խոսենք, կարծում եմ հիմնականում իմ եւ Ժաննայի համատեղ երգերի մասին, որովհետեւ արդեն բավականին նոր երգեր են ծնվել։ Եվ շուրջ 5-6 տարի, եթե ոչ ավելի, արդեն մենք համատեղ համագործակցում ենք, ծնվում են քնարական գեղեցիկ երգեր։ Այո, թվով սա մեր երկրորդ ալբոմն է, առաջին ալբոմը կոչվում էր Հանդիպման տանգո, այնտեղ նույնպես շատ հետաքրքիր երգեր ունեինք, սակայն այդ ալբոմը մենք շատ չթողարկեցինք, փորձնական կարծես թե մի քիչ տպաքանակով, բայց ինձ համար շատ թանկ էր այդ առաջինը, ինչպես ասում են, առաջինեկը միշտ ավելի թանկ է լինում, ավելի շատ ենք սիրում։ Երկրորդ ալբոմը նրանով է հետաքրքիր, որ ավելի բազմազան են թեման, երգիչները, կատարողները ավելի պրոֆեսիոնալ, մենք շատ շտապում էինք առաջին ալբոմի ժամանակ, ժամանակը շատ սուղ էր, արագ-արագ ձայնագրում էինք, ուրախանում էինք, որ ինչ-որ գործ ենք արել, երկրորդ ալբոմը ինչ խոսք շատ ավելի հասուն։ Առաջինից ինչ-որ գործեր ընդգրկվեցին այստեղ։ Ընդգրկվեցին, այո, մի քանի երկու երգ։ Ամեն դեպքում սա կարծես թե առանց ձեր աջակցության չէր լինի։ Ես նկատում եմ նաև կապերը երևի թե որ Ֆրանսիայում ինչպես ստեղծվեց սա։ Արդեն ֆինանսական եւ փոքր նաև։ Ես կուզենայի իհարկե ավելի շատ խոսենք ստեղծագործական առումով։ Դե ֆինանսականը միշտ պրոբլեմատիկ է, դա թողնենք մի կողմ։ Պրոդյուսերին հասկացողությունը արդեն այսօր կա, որ Ուրեմն հիմնական պրոդյուսերական աշխատանքները ես եմ կատարել, կարելի ասել, կազմակերպական, այսպես ցանկի, երգիչների ընտրությունը իհարկե խորհրդակցելով Ժաննայի հետ։ Մի խոսքով արդյունքում ծնվեց այս CD-ն եւ կարծես թե առաջին արձագանքները դրական են, ես կարծում եմ այսօրվա հաղորդումից հետո երբ հնչելու են հիմնականում առաջի երգը բոլորովին նոր երգ էր, ինչպես Լիզան նշեց, տեղ չի գտել այս ալբոմում, իսկ մնացած երգերը, որոնք մենք այսօր հնարավորություն կունենանք լսելու, բոլորը այս ալբոմից են եւ կարծում եմ մեր ունկնդիրները որոշակի կարծիք կարող են կազմել ինչպեսին է ալբոմը։ Ասացիք արձագանքները արդեն լավն են, կարելի է ներազրակցում, որ վաճառքում մենք դրել ենք խանութներում, տարբեր խանութներում, չեմ կարծում թե վաճառվել են, որովհետեւ Չէ, ում որ նվիրել ենք նկատի ունեմ արձագանքները, իսկ կա Օսկար խանութում կա Հուսով այնտեղ նաև դիսկոգրաֆիա կնկարվի եւ ավելի մանրամասն հենց իմ ձայնասկավառակի մասին կխոսենք։ Եվ ասեմ, որ քնարական երգեր են հիմնականում, ես ընդհանրապես մյուս կոմպոզիտորների հետ էլ աշխատելիս հիմնականում նախընտրում եմ քնարականը, ինձ ավելի հոգեմոտ դա է։ ինձ էլ։ Եվ բարեբախտաբար Ժաննայի մեղեդիները այդպես շատ քնարական են, շատ հոգեհույս մեղեդիներ են, որոնք նպաստում են, որ ավելի հեշտ եւ ավելի լավ տողեր գրվեն։ Լավ հանենք բարեկամության եւ քրոջ ֆակտորը, լավ, կոմպոզիտոր Ժաննա Բլբուլյանը մյուսների հետ չհամեմատենք, որովհետեւ արվեստը համեմատելի մեծություն չէ, բայց այնուամենայնիվ ձեր ընտրությամբ, եթե փորձեիք ընտրել, դժվար եմ ձևակերպում հարցս, որովհետեւ բավականին նուրբ թեմա է, ձեր ընտրությամբ եթե փորձեիք կոմպոզիտոր ընտրել, Ժաննա Բլբուլյանը այդ ընթացքում կլիներ հենց առաջիներից մեկը։ Լավագույն տասնյակի մեջ անպայման կլիներ։ Ազնվորեն խոստովան։ Անկեղծորեն վերանում եմ, որ իմ քույրն է, նույնիսկ առաջին հնգայակում, եթե այսպես Մի քիչ մտածենք Որովհետև ես սիրում եմ քնարականություն։ Քնարականությունը երգի ամենակարևոր տարրն է եւ հաճախ երբ երգեր են հնչում բացի այն, որ մեղեդին այն չի, դրան գումարվում են անհաջող տողերը, ուղղակի ուզում ես անջատել կամ Վերջերս խոսեցին մեր եթերում հենց երգի բառերի մասին, որովհետև դրանք անիմաստ են, պարզապես երգն է անիմաստ, ընդհանրապես նրա գոյությունը։ Մենք ձեր հետ երևի դեռ կշարունակենք զրույցը հաջորդ բլոկում, հաջորդ հատվածում արդեն մեր ծրագրի, բայց հիմա երաժշտական միջոց։ Գործես Սյուզան Մարգարյանն է։ Parare
Ժանման դու եկար որ թևանի սերը և դառնան մեր գորած հույսերը դու եկար որ բոլոր օրերը բացվեն սիրո համար միայն քեզ բարի վերադարձան գիրի մեզ բարի հանդիպում բարի օր թող մարարեն մեր մեջ հույսերը ու դոն լինի սիրո այսօր թող միանան մեր խելք սրտերը ու տիրեն մեզ մի սուրբ տենչերը թող թևածի մեր հոգում սերը այսպես միշտ ամեն օր մեր հոգում սերը այսպես միշտ ամեն օր Եվ շարունակում ենք մեր եթերում են Ժաննա եւ Լևոն Բուլբուլյանները, ինչպես եւ խոստացանք, հիմա մի փոքր խոսենք Ժաննա Բուլբուլյանի հետ, որովհետեւ դուք ամեն դեպքում մեզ հետ չեք, դեռ Լևոնը միշտ էստեղ, այո։ Բայց հոգով սրտով միշտ մեզ հետ է։ Դա հասկանալի է։ Երկերով նույնպես։ Երկերով նույնպես, բայց հետաքրքիր փաստ, որ նաեւ ֆրանսիացիներն են նվիրում այն արվեստի այն փոքրիկ մասնիկները, որոնք չեն հասնում Հայաստան, այնուամենայնիվ ֆրանսիացիներն էլ են հասնում։ Այո։ Հիմա բացենք մի փոքր այդ փակագծերը եւ գաղտնիքները։ Խնդրեմ, ուրեմն բացի այս ալբոմից ես հիմա թողարկում եմ իմ հաջորդ ալբոմը, որը վերնագիրը դեռ չունի, բայց նորից քնարական երգեր են ֆրանսիական տեքստերով։ Երգը համատեղ է, այսինքն առանցին ալբոմ չէ։ Իմ եւ Ժան-Լուի Գարաբելոյի համատեղ ալբոմն է, որտեղ ընդգրկված են իմ եւ նրա երգերը, բայց գերակշռում են իհարկե իմ երգերը եւ կատարում է Ժան-Լուի Գարաբելոն։ Նորից քնարական երգեր են, մի քանիսը մեր հայկական երգերի ֆրանսիական տարբերակներն են, իսկ մյուսները ընդհանրապես առանցին ֆրանսիական երգեր են, որի տեքստի հեղինակը ինքը Ժան-Լուին է եւ այլ հեղինակներ կան նաեւ Ժան Կրիշմար, Բեռնար Տիղծե, Ճանաչված պոետները, Բեռնար Տիղծեի մասին կարող եմ ասել, որ նա շատ հայտնի անուն է ֆրանսիական գրականության ասպարեզում, վերջերս նրա վիպակը Քամուգվիները վերնագրով դուրս եկավ եւ շատ մեծ աղմուկ հանեց, շատ մեծ հետաքրքրություն, այդ առումով ես շատ ուրախ եմ, որ աշխատում եմ նման պոետների հետ։ Երբ եք դուք գնացել Ֆրանսիա։ Ֆրանսիա ես գնացել եմ առաջին անգամ 10 տարի առաջ, բայց ես երբեք չէի համակերպվում այն մտքեր, որ պիտի մնամ, ապրեմ, ստեղծագործեմ Ֆրանսիայում, ես նորից եկա, վերադարձա, բայց այն մութ ու ցուրտ դաշան օրերին, երբ գնացի նորից աղջկաս մոտ եւ այնպես դասավորվեց, որ Առիթը բնականաբար ստացվեց, թորնիկս ծնվեց եւ ես, ինչպես ասում են, հիմնվեցի այնտեղ։ Ես ասեմ նաև, որ Ժանան Հայաստանի քաղաքացի է եւ միտք չունի վերջնական հարցս դա չէ։ Հարցը դրան չէի տանում, այլ Էրիկ, մնացի այնտեղ, սկսեցի ստեղծագործել, ուրախ եմ, որ մնացի նույն ստեղծագործական ոլորտում, որտեղ դա շատ կարևոր է։ Այ հենց դա էր հետաքրքիր, ստեղծագործող մարդը նա չի կարող մերվել մի շրջապատում, որտեղ բնական է տեղափոխություն ես կատարում առաջին հերթին սոցիալական խնդիրներ են առաջ գալիս։ Բայց ինչպես գտակ այդ մշակութային մթնոլորտը։ Ես ասեմ, այս առումով ես երջանիկ եմ, որտեղ երաժիշտ եմ, իսկ երաժշտությունը ունիվերսալ է, լեզու չի պահանջվում
եւ քո երաժշտությամբ դու քո այդ 7 հնչյուններով կարող ես ամեն երկրում ցանկացած երկրում կարողանալ քո հացը ձեռք բերել, ինչպես ասում են, ես սկսեցի դասեր տալով, մասնավոր դասեր։ Հիմա ես աշխատում եմ պետական երաժշտական դպրոցում, իբրև դասատու դաշնամուրի, բայց ես քանի որ ստեղծագործում եմ Լևոնի հետ մենք վաղուց ենք սկսել մեր ստեղծագործական այդ համագործակցությունը, ես իմ երգերից մի քանիսը ցույց տվեցի նաև Գարաբելլոյի մասնակցությամբ։ Նա անհամբեր ուզում է գալ Հայաստան, որովհետև այնքան լավ պատկերացում ունի հայերի ու հայաստանցիների մասին, որ ուզում է համագործակցել նաև հայ երգիչների հետ, տեսնենք։ Ծրագրեր են։ Լավ, լսենք հեռուստադիտողին նաև։ Ալո։ Ալո։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի, լսում ենք ձեզ։ Ձեև ձեր հարցը։ Ուրեմն իմ հարցը այսպեսին է, որն է նրանց ամենամեծ երազանքը։ Նրանց։ Այո։ Առանձին թե համատեղ երազանքի մասին։ Համատեղ։ Ահա։ Լավ, բարի։ Մեր համատեղ երազանքը, ասեմ, ես երազում եմ մեր հեղինակային համերգը կազմակերպել Օլիմպիայում։ Այդ մասին չգիտեիք կարծես։ Դա իմ երազանքն է։ Ես սպասում էի, որ պիտի ասի մեր համատեղ համերգը, բայց որ Օլիմպիայում։ Իսկ այդ դեպքում ձեր երազանքը։ Մեր համատեղ երազանքը ես առայժմ մեր համատեղ համերգն եմ պատկերացնում Հայաստանում այդ տարբերակով, որ ասեցինք ֆրանսիացի երգչի մասնակցությամբ, որ կանչեն երկու մասում էլ իր մասնակցությամբ կանչեն նաև մեր երգերը, Ժանայի երգերը, նաև ֆրանսերեն, իսկ հետո տա աստված այդ բարձրագույն երազանքը իրականանա, այսինքն Ժանայի երգերը նաև Ֆրանսիայում այնպեսի ճանաչում, այնպեսի գրքուն լսարան նվաճեն, որպեսզի իրոք այդ երազանքը իրականանա։ Սա համատեղ ստեղծագործական երազանքի մասին։ Մի բան կարող եմ ավելացնել, միջայլոց ես մեծ երազող եմ, Լևոնը ինձ միշտ ասում է, մեծ երազող եմ, եւ պիտի ասեմ, ինչ որ երազել եմ, իրականացել է։ Ոչ մի անգամից, բայց բոլոր երազանքներս փառք Աստծո իրականացել են։ Հա, ջրասմի թութ։ Մենք այդ սենտիմենտալ շարժումները անենք տեսահոլովակի ընթացքում։ Դիտենք տեսահոլովակը։ Հնչում է տանգոն ու արթնացնում ուշեր պայծառ կանչում բարի մեզ որ պատտվենք պարված իրար հնչում է տանգոն կարծես հին օրերից մեզ կանչում է նորից դեպի այնտեղ ուր սերն է մեր ու երազնամբից պարզիր ինձ ձեռքը և թող տանի մեզ մեղեդին տարվենք նորից մենք հնչյունների կախարդանքին պարենք մեր տանգոն հուշերով մենք արած ու հիշենք կարոտով Սիրոջ հոգնախ օրերը մեր թանք անմոռաց հնչիր դու տանգո միշտ մնամ ես հետ իմ տանգո լցու այսօր մեզ հուշերով մաքուր ու նույն կարոտներով հնչիր իմ տանգո դու օրորիր այսպես ամերջ մեզ հնչիր ու երբեր Բերանցալից պայծառ ու ջինջ օրերը մեր նորից վառվում են աչքերը քո ծանոթերով ու ես լցվում եմ քո արթնացնող խմայքներով նորից կանչում են մեր սրտերը իրար և նույն շունչն է թվում Նույն խենթ հույզերն են վարարում մեր հոգիներում հնչիր դու տանգո միշտ մնամ ես հետ իմ տանգո լցու այսօր
Հուշերով մաքուր ու նույն կարոտներով հնչիր իմ տանող Դու օրորիր այսպես անվերջվես Հնչիր ու ետ բեր անցյալից բացար ու ջինջորերը մեր Հնչիր դու տանգո Հնչիր դու տանգո Ժաննա ջան, Ժասմենան է Պարոնյան թատրոնից։ Բարև Ժասմենա։ Ինչպես եք։ Լավ, շատ լավ։ Ժաննա ջան, մի հատ հարց եմ ուզում տամ։ Քանի որ մենք միասին խաղացել ենք մի բեմի վրա։ Այո։ Այդքան հեշտ էր ձեզ թողնել բեմը, թատրոնը եւ ստեղծագործել։ Ինչ եք կարծում։ Հետագայում կարող է պատահի, որ դուք նորից վերադառնաք բեմ։ Չէ՞ որ դուք շատ հմայիչ դերասանուհի եք։ Եվ հիմա ինչպես պահպանվել եք շատ հմայիչ կին եւ շատ հմայիչ ստեղծագործող։ Շնորհակալ եմ Ժասմենա ջան, շատ շնորհակալ եմ, շատ նուրբ հարց տվեցիր, ես այդ մասին միշտ խոսում եմ, թատրոնը ինձ միշտ կանչում է, թատրոնը ինձ պակասում է, բայց Փարիզում ես չեմ համարձակվում իմ ֆրանսերենով մտնել բեմ թատրոն, բայց հույսս չեմ կորցնում։ Միգուցե այդ երազանքը միշտ փայփայում է։ Այստեղ դեպք կար հեռուստատողներից եւս մի հարց, հա, գրանցել են։ Ինչ կլիներ, եթե դուք մնայիք այստեղ, այսինքն ինչպեսին կլիներ ձեր։ Կլիներ նույնը։ Եթե ես ծնվեի 10 անգամ, իմ ճանապարհը կլիներ նույնը։ Ոչինչ չէր փոխվի։ Ես կանեի նույն երևի սխալները, նույն լավ գործերը։ Չէ, խոսքը դրա մասին չէ, եթե մնայիք Հայաստանում։ Ես կմնայի թատրոնում։ Թատրոնում կմնայիք այդ կմնայի, ինչ խոսք։ Թատրոնում կմնայի։ Ժասմենայի հարցը առիթ դարձավ, որ հեռուստադիտողները իմանան, որ Ժանան նաև դերասանուհի է, եւ ես ավելացնեմ, որ շուրջ 15 տարի Ժանան ամենաառաջատար դերասանուհիներից էր կոմեդիայի թատրոնում։ Հակոբ Պարոնյանի անվան խաղում էր գլխավոր դերեր միշտ։ Մեկ տասնյակից ավելի գլխավոր դերեր է խաղացել։ Ամեն երեկո ես բեմում էի, ամեն երեկո ցավոք այդ ժամանակաշրջանը ինչով էր վատ, որ մենք թատրոնի շենքը չունեինք եւ թափառաշրջիկի նման էինք, խաղում էինք ռուսական թատրոնում որոշ օրեր, իսկ հիմնականում մենք շրջում էինք Հայաստանի բոլոր շրջանները։ Շնորհիվ այդ թատրոնի ես ճանաչում եմ բոլոր բեմերը Հայաստանում գտնվող բոլոր ամբողջ ցավը դա էր եւ չկար այդ ինչպես է պուբլիսիտեն չկար այդ ազդերը մեր մասին, մի տեսակ աչքեր թողնած այդ թատրոնը, բայց պիտի ասեմ հրաշալի ներկայացումներ ունեինք, հրաշալի եւ միշտ հանդիսատեսը ունեինք լեփլեցում, նույն հանդիսատեսը տասնյակ անգամ գալիս էր դիտելու մեր ներկայացումները, արդեն անգիր գիտեին տեքստերը։ Բայց թատրոն, բեմ եւ երաժշտություն ակամայից մղում են գաղափարին, որ մյուզիկլ պետք է դառնա։ Այո։ Նույնիսկ արդեն Երևանի կամերային երաժշտության թատրոնը արդեն դարձել է մյուզիկլի պետական թատրոն։ Հայաստանում մյուզիկլ ժանրը կարծես թե սկսում է զարգանալ։ Կար մի հետաքրքիր պրոյեկտ։ Ժանան անվերջ հիշեցնում է այդ մասին։ Իդեպ ես հետաքրքիր անակնկալ ունեի պատրաստած վաղուց, ուզում էի հենց եթերում դա անակնկալ լիներ։ Բոլորս գիտենք, որ Տիգրան Նաղդալյանը ձեռնարկել էր այդ օպերայի թարգմանությունը Նոթր Դամ դե Պարի։ Միգուցե ինչ որ դա կլինի հրաշալի բան, ոչ ոք չձեռնարկեց շարունակությունը։ Իրոք հրաշալի գաղափար է, Էրիկ։ Ես կանեի մեծ հաճույք։ Ես Լևոնին հաշիվ չեմ տալիս այդ առումով։ Միշտ ասում եմ մենք պիտի ստեղծենք մեր մյուզիկլը, մեր որովհետև մի շարք երգեր կան, որ ունկնդիրները, մեր ընկերները ասում են ոնց որ հատված լինի մյուզիկլից։ Իրենք օրինակ տանգոներ ենք լսում, չէ՞, 2-3 տանգո լսեցինք այսօրվա ընթացքում արդեն։ Ունենք անվերջանալի տանգոներ, շատ։ Իսկ դա կարող է դառնալ մյուզիկլ, որը վերաբերում է տանգոյի ծննդյան պատմությանը։ Այո։ Երեք երևում է այս հաղորդումը պատմական է։ Չէ, պարզապես Իզան երևի թե կհաստատի, որ երբ գաղափարները սկսում են ծնվել, նրանք միմյանց են հաջորդում կայծակնային արագությամբ։ Ամենադժվարը, ամենակարևորը այդ ծնունդն է, գաղափարի ծնունդն է։ Բավական է որ ծնվի, հա, իսկ հետո ընթացքը արդեն ինքն իրեն ստացվում է, գիտեք։ Լավ, նորից հարց է տանում։ Չէ, անդրադառ։ Այո, բարև ձեզ։ Ալո։ Այո։ Բարի երեկո։ Ես Մարգարյան Խաչատուրն եմ, շնորհակալություն եմ հայտնում ձեզնից այսօրվա պայմաններում եթերում ստեղծելու հանդիպում մեր շատ հարգված կոնկրետ իմ կողմից Ժանա Բլբուլյանի եւ Լևոն Բլբուլյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խաչատուր ազգանունը։ Ո՞վ։
Խաչիկ Խաչիկը Մարտարյան Խաչատուրն է։ Նկարիչ։ Ջաննա ջան ոնց ես։ Լավ եմ, շնորհակալություն։ Քանի առաջ Գագիկ հետ հանդիպեցիք մեր տանը, այստեղ Երևանում։ Շատ բաներ եք հիշեցիք մեր ուսանողական կապից նաև ձեզ։ Խաչիկը Դուք մեմական խոսք էիք կարդում։ ես հիշեցնեմ ձեզ։ Շնորհակալ։ Ահա։ Խաչիկի մասին հիշեցնեմ, որ եւ նկարում է, մի նկարել նվիրել է։ Այո։ Որին դաս է տվել ժամանակին։ Խաչիկը, հա, Խաչատուր, մերսի, շնորհակալություն։ Ժամանակ մանկավարժական ֆուտբոլի ֆակուլտետում դասավանդում էր։ Իր ուսանողներից եւ իմ գոլեգաներից եւ նաեւ գրում է Խաչատուրը։ Շնորհակալություն ջեմ խոսքերի համար, Խաչիկ։ Լավ, մենք շարունակենք ընթացքում ասացիք, որ փաստորեն կան արդեն ստեղծագործություններ, որոնց եթե ավելացնել, հա, գրել նրանց համար սցենար կարող են դառնալ։ Կարող են դառնալ, այո։ Ստեղծագործություն պատասխան նյութ ունենք, մնում է կառուցել եւ կարող է գաղափարներ, որ ամրանա մեջներս, այսօրվա հաղորդման շնորհիվ եւ երիկի առաջարկության կարծես թե ավելի հետեւողական է։ Այո։ Իսկ հետաքրքիր է, որ դուք գրում եք տեքստեր, սցենար կարող եք գրել, այսինքն ոչ բնական է, յուրաքանչյուր մարդ կարող է ամեն ինչ անել, բայց դա ձերն է սցենար գրելը։ Ես ուրեմն շուրջ 30 տարվա, եթե ոչ ավել լրագրող եմ, բացի բանաստեղծ լինելուց, աշխատել եմ թերթերում, ամսագրերում եւ փորձ ունեմ իմ ակնարկների ժողովածու կա հիմա պատրաստ հնարավոր է որ տպագրվի բոլորովին վերջերս տպագրվեց իմ հարցազրույցների ժողովածուն ժամանակ եւ դեմքեր վերնագրով ես ձեզ կնվիրեմ այսինքն ես փորձ ունեմ Եվ ասեմ նաև, քանի որ առիթը ներկայացավ, ես վերջերս ցուցադրվեց հեռուստատեսությամբ եւ նաև մարզահամերգային համալիրում մի երկու անգամ բեմադրվեց Արամ Սաթյանի Լիլիթ մյուզիկլը, որի տեքստերի 80%-ը կարող եմ ասել, ես եմ գրել Քանի որ առիթը ներկայացավ, նաև ասեմ, որ մի ոչ այդքան գեղեցիկ էթիկայի առումով բան կատարվեց, հեռուստատեսությամբ ցուցադրվում է, ուրեմն մյուզիկլ բանը, փոփ օպերան, վերջում գրվում են երգիչ, լուսավորող, օգնական, վարորդ, նկարիչ եւ այլն, Եվ չի գրվում ովքեր են խոսքերի հեղինակները։ Հաճախանդեսվում է նաև ինձ հետ միասին այդ տեքստերը գրել են Անահիտ Հարությունյանը, մի զգալի մասը եւ նաև մի քանի տեքստ գրել է արձակագիր Վահե Պողոսյանը։ Առիթը ներկայացավ, ասեմ, որ շատերը իմանան։ Եվ կուզենայի առիթը քանի որ ներկայացավ, նաև ընդհանրապես հուշել եւ ձեզ բարեկամաբար եւ բոլոր մյուս հեռուստաընկերության մարդկանց, որ չան տեսել խոսքերի հեղինակներին։ Վերջերս մի օրինակ էլ ցայտուն, հենց երեք համերգում հրապարակում, հնչում է Ժանա, մի րոպե, ես հեռուց եմ ուզում սկսել, ես լսում էի այդ երգը, Երևան երգը, Մանդակունյանի շատ գեղեցիկ երգ է եւ շատ նորովի կատարում է Ֆորշեի դեպ, պիտի ողջունել, շնորհավորել, նոր կյանք է տվել երգին։ Բայց էլի դարձյալ կլիպը գնում է ռեժիսոր այսինչ, կատարող այսինչ, երաժշտական ձևավորում այսինչ, խոսքերի հեղինակը չկա, բայց առանց այդ գեղեցիկ խոսքերի, որ գրել է Արամ Իսահակյանը, այդ երգը կյանք կունենա, Ֆորշը ինչ պիտի երգեր այդ դեպքում, թեկուզ այդքան լավ։ Այսինքն պիտի մի քիչ ուշադրություն դարձնել, որովհետև հեղինակային իրավունքը առանց այն էլ Հայաստանում առանձնապես չի պահպանվում, հա, Չնայած գործակալությունը ինչ որ ջանքեր է գործադրում, այսինքն ֆինանսական առումով հեղինակները չեն վարձատրում, գոնե բարոյական առումով հաճույք զգան, որ իրենց գործը տեղ է հասնում եւ կոմպլիմենտները ստանան։ Կամ մարդ փնովեն, գուցե կփնովեն, բայց թող իմանան ով է գրել։ Հիշենք, որ մի ժամանակ ընդհանրապես չեն էլ հիշվում ոչ ձևավորողները, ոչ երաժշտական ձևավորողները, ոչ անգամ երաժշտության հեղինակը երգիչ։ Չէ, կոմպոզիտորներն էլ չէին հիշվում։ Միայն երգիչներ հայտնի եւ նրա երգը։ Ասենք Անահիտ Մանուկյան, որ հրաշալի երգչի է, չէ՞, այսինչ երգն է ընջում, Անահիտ Մանուկյան, այսինչ երգ, բայց այնտեղ կա Երևան Ռոբերտ Ամիրխանյան եւ այլն։ Կլիպները, որ նկարահանվում են եւ դեպ որոշ մարդիկ իդեպ էթիկական կողմը պահպանում են, գրում են եւ հեղինակին, եւ խոսքերի հեղինակին, եւ ռեժիսոր, եւ կատարող։ Այդպիսի բաներ ընդունված նորմը որ պետք է գրի միայն ռեժիսորը։ Պարզապես գրում են ռեժիսոր եւ կատարող։ Արանքում կոմպոզիտորը եւ բանաստեղծը դուրս են մնում մեծ մասամբ։
որը գեղեցիկ չէ։ Դրա համար արդեն գոյություն ունի ընդունված pop-up ձևը, որը տեսահոլովակի ընթացքում ինֆորմացիաներ է տալիս հենց տեսահոլովակի վրա։ Ընդունված է, որ տալու է այն ռեժիսորին եւ Ստալ է ընդունված, քարացած չի ոչ մի բան։ Լավ, եկավ ժամանակը անում են, հա։ Խնդրեմ ասեք։ Շատ սավալվենք դրա վրա։ Իհարկե առիթը եկավ, ես խոսեցի, թե չէ։ Մենք էլի քննարկում ենք բուրնելի մյուզիկլի հարցներ գնում, բայց այդ մասին դեռ իհարկե կխոսվի։ Մենք շարունակենք համագործակցությունը պարզ է ձեր, բայց աղջիկը նույնպես փաստորեն ստեղծագործում է եւ աղջկա համար երբևէ գրել եք բառեր։ Չեմ գրել, գիտեք, որտեղ ինքը գործիքային այդպես էտյուդներ է գրում, այդ ալբոմն էլ որ թողարկվել է, որի մասին Ժանան ասեց, մեղեդիներ են։ Իդեպ Ժանան էլ ունի, հավանաբար սրանք հաջորդի նաև Ժանայի մեղեդիների այդպես ալբոմը, այս CD-ի վրա մի մեղեդի այսպես մեջտեղում դրել ենք, որպես նմուշ, հետագայում երևի կծնվի նաև ամբողջական այդպես մեղեդիներից բաղկացած մի CD, բայց չի բացառված, որ նաև Նաիրայի համար գրեմ, որովհետև շատ հաճելի մեղեդիներ ունի։ Հատկապես նախաձեռնությունը ինքը հանդես չի բերել, ես էլ չեմ բերել։ Էլի լավ գաղափար է։ Միշտ բոլոր ձայնասկավառակներ թողարկողներին կարծես նշում եմ հենց այն փաստը, որ խոսքերը չեն գրում մեջը։ Շատ հաճելի է, վերցնում ես, լսում ես ձայնասկավառակ, ունես քո ձեռքին տեքստերը եւ կարող ես գիտակցաբար ուզեցի, այո, լինեն այդ տեքստերը։ Բոլոր բառերը կան, բոլոր խոսքերը։ Բոլոր տեքստերը կան։ Խաչված սրտեր, հա, այսպես է կոչվում։ Այո։
մենք տարվեցինք այս ձայնան սկավառակով, լավ շարունակենք։ Այլ հետաքրքիր ինչ որ ուղղություններ, որ հնարավոր է որ համագործակցության եզրեր կարողանաք գտնել։ Այլ ինչ որ նպատակներ, Հայաստան գալու այցելության այլ ինչ որ հետաքրքիր։ Այլ նպատակներ դա Ֆրանսիայում։ Ձեր համար Ֆրանսիայում բնական։ Այլ ծրագրեր կան, ես ուրեմն երկեր պետք է առաջարկեմ Լարա Ֆաբյանին, Պատրիկ Ֆիորիին։ Այո, երկուսի համար էլ ունեմ հատուկ երկեր եւ ծրագիր ունեմ, որպեսզի այդ երկերը նրանք կատարեն։ Միգուցե կազմակերպենք նաեւ նրանց հետ այդ համերգ։ Դրանք շատ գեղեցիկ երազանքներ են եւ քիչ առաջ ասեցի, բոլոր իմ երազանքները կատարվում են։ Մի քիչ ժամանակն է կարճ, ապսոս 20 տարեկան չեմ, բայց մի քիչ ուշ, բայց կատարվում։ Պետք է երազես, որ կատարվի։ Երազն է առաջ մղում ի վերջո։ Ասում են զինվորը որ չի երազում գեներալ դառնալ, գնդապետ չի դառնա երբեք։ Լսենք հեռուստադիտողին, ալո։ Ալո։ Այո։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Ժասմին Ասրյանն է, Պարոնյան թատրոնի դերասանուհիներից։ Դերասանուհի։ Այո։ Ժաննա, բարի երեկո, Լևոն, բարի երեկո։ Ես շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Ժաննա, երկար ժամանակ արդեն չէի հանդիպել քեզ։ Եվ հիմա էկրանով տեսնելով շատ ուրախանում եմ, որովհետև ես զգում եմ այն լիցքավորումը, որ ունես դու, եւ թատրոնից գնալուց հետո դու ստեղծագործ կյանքով նորից ապրում ես, իսկ դերասանուհուն իհարկե լիցքավորում է եւ դերասանուհին ապրում է միայն ստեղծագործելով։ Ես շատ ուրախ եմ քեզ համար, քո աղջկա համար, որ նորից ստեղծագործող է, չգիտեի դա, Լևոն նույնպես քեզ համար շատ ուրախ եմ եւ ցանկանում եմ Ժաննա, միշտ այդպես առույգ, այդպես գեղեցիկ մնաս։ Շնորհակալ եմ Ժասմենա, շատ շնորհակալ եմ։ Հուզեցիր։ Մերսի։ Ուրախ եմ շատ։ Չէ, կարծես բեմը կանչում է այն։ Այո։ Եվ հաճելի է, որ բեմական գոլեգաներն են պահին, ինչ խոսք։ Շատ հուզում եմ, ես շատ ուրախ եմ։ Ես չեմ ուզում ասել աշակերտներ։ Ես պարզապես մարդիկ, ովքեր Ֆրանսիայում տեսան ձեզ, հավանեցին եւ ուզեցան ձեր հետևորդները դառնալ, կան նման մարդիկ։ Այո, ինչ խոսք։ Ես հիմա օրինակ աշխատում եմ երիտասարդ մի քանի երիտասարդների հետ, շատ հրաշալի աղջիկներ ու տղաներ են, որոնց հետ սկսեցի դաշնամուրի դասերով։ Հիմա ուրեմն տղաներից մեկը ջոկ առան, սկսեց մի քանի փոքրիկ մեղեդիներ հորինել։ Ինձ ասում է, ես ինչ որ մեղեդի եմ հորինել, բայց չեմ կարողանում շարունակել։ Միգուցե միասին փորձենք։ Ուրեմն այդ մեղեդի վրա ես սկսում եմ մի քանի տարբերակներ անել, հետո մի երգը ուղղակի նվիրեցի եւ ոգեվորված որպես իրենը։ Շատ ոգեվորված, հիմա նա քայլեր է անում, այսպիսի ստեղծագործական եւ նաեւ երգում է։ Այսինքն համախմբում եմ երաժիշտների մի խմբի, որոնց հետ հաճիկով աշխատում ենք։ Լավ, մենք արդեն բավականին քիչ ժամանակ ունենք, զրույցը իհարկե հետաքրքիր է, այո, այդ տերմինոլոգիան։ Լավ, կատարում ունենք, ես ուզում եմ անպայման ռուսերեն կլսենք, Անահիտ Մանուկյանի, այո։ Եվ ուզում եմ նաև ընդունված է ձեր մոտ մի շնորհակալություն հայտնել, ես ուզում եմ հատուկ եւ Անահիտին եւ բոլոր Սուզան Մարգարյանին, Անահիտ Շարյանին, Սամվել Դանիելյանին, Աշոտ Ախյանին եւ բոլորին, ովքեր ընդգրկված են այս ալբոմում, հատուկ շնորհակալություն հայտնել, որտեղ առանց այդ համագործակցության աճում չլիներ։ Ես միանում եմ Լևոնին եւ բոլորին ողջունում եմ։ Ձեզ շնորհակալություն ոչ թե հրավերքի համար, այլ ձեր նվերների համար, ոչ թե մեզ, այլ հայության։ Շնորհակալություն։ Որտեղ լինեն ես իմն ես քաննեմ տունիմ նայրյան Ուր էլ գնամ ես քո կարոտն եմ իշտ վարվում օքուց մեջ Ու ինձ երդ կանչում անվերջ Սուրտներ օջախն ես տունն ես մեր մեծ դու Երևան Որտեղ լինեմ ես իմն ես քաննեմ տունիմ նայրյան Ուր էլ գնամ ես քո կանչնեմ իշտ հնչում օգուս մեջ Սիրո իմ օրան, իմ Երևան Ոչ մի տեղ այսպես չեմ շնչել Ես հոգով ազատ ու թեթև Ոչ
մի տեղ այսպես չեմ շրջել ու խաղաղ աներջել ու պիտի այսօր թափարեմ ես քո մայթերով հիրունար քեզ պարվեմ հոգու դևերով իմ Երևան սուրճներ օջախն ես տուն ես մեր մեծ դու Երևան որտեղ լինեմ ես իմն ես քանեմ տուն իմ Նաիրյան Ուրել գնամ ես քո կարոտն եմ միշտ վառվում հոգուս մեջ ու ինձ ես կանչում անվերջ սուրճներ օջախն ես տուն ես մեր մեծ դու Երևան որտեղ լինեմ ես իմն ես քանեմ տուն իմ Նաիրյան Ուրել գնամ ես քո տակ կանչն եմ միշտ հնչում հոգուս մեջ սիրո իմ օրան իմ Երևան Լինեմ ես իմն ես քանեմ տուն իմ Նաիրյան Ուրել գնամ ես քո կարոտն եմ միշտ վառվում հոգուս մեջ ու ինձ ես կանչում անվերջ Սուրճներ օջախն ես տուն ես մեր մեծ դու Երևան որտեղ լինեմ ես իմն ես քանեմ տուն իմ Նաիրյան Ուրել գնամ ես քո տակ կանչն եմ միշտ հնչում հոգու